120 կիլովատանոց այս կայանի համար նախատեսել ենք մի այսպիսի մետաղական արկղ, որի մեջ տեղավորել ենք անվտանգության բոլոր համակարգերը։ Այս բոլոր համակարգերը գտնվում են նաև փոխակերպչի ներսում, սակայն ավելի նպատակահարմար է, որ փոխակերպչի կողքին այս մետաղական արկղի մեջ հավաքենք սա առանձին, որպեսզի առաջին հերթին վնասվի ոչ թե փոխակերպիչը, այլ հենց այս համակարգերը։ Այս համակարգերը ավելի հեշտ է փոխարինվում, օրինակ տեսեք։ Այս ապահովիչը փոխարինելու համար ընդամենը մի քանի վայրկյան է պահանջվում։ Եթե տեղի ունենա կարճ միացում եւ դուք չունենաք այս համակարգը, ապա կվնասվի փոխակերպիչը։ Իսկ փոխակերպչում դա փոխարինելու համար ձեզանից բավական մեծ ժամանակ կպահանջի, որպեսզի փոխակերպիչը նորից սկսի իր հունով աշխատել։ Այժմ ներկայացնեմ, թե որ համակարգը ինչի համար է պատասխանատու։ Այս համակարգը կոչվում է fuse holder, հայերեն ապահովիչներ են, սրանք պատասխանատու են կարճ միացման համար։ Սրանք գերլարման կարգավորիչներ են, հակակայծակային համակարգեր, որոնք պատասխանատու են կայանում գերլարումներից ապահովելու համար փոխակերպիչը, ասենք տեղի ունենում կայծակ եւ կայծակը հարվածում արևային կայանին, սա հողանցման միջոցով այդ գերլարումը դուրս է բերում համակարգի մեջից։ Սրանք նույնպես հեշտ փոխարինվող են, ահա տեսեք այսպես սա դուրս ենք անում եւ վնասված մասը նորից փոխարինում ենք նոր աշխատող համակարգով։ Սրանից նույնպես կա փոխակերպիչների մեջ, սակայն ինչպես ապահովիչների դեպքում ավելի նպատակահարմար է, որպեսզի տեղում փոխարինվի, որը շատ կարճ ժամանակ է զբաղեցնելու, քան փոխարինվի ամբողջ ինվերտորային համակարգը։ Այսպիսի մեծ համակարգերում փոփոխական եւ հաստատուն հոսանքները մենք առանձնացրել ենք տարբեր մետաղական արկղերում եւ փոփոխական արկղը գտնվում է այլ վայրում, այժմ դա ցույց կտամ ձեզ։ Սա կայանի փոփոխական արկղն է, այստեղ գտնվում է եռաֆազ հոսանքները, որտեղից արևային կայանը սնուցում է դեպի շինություն կամ էլեկտրոցանց։